Արտունի հասանք, նու նախընտրում ենք բանուկ հատվածներից կանգնել այնտեղ, որտեղ մեզ շատ չեն սպասում, շփվել մարդկանց հետ։ Բարև ձեզ։ Երեխեք լավ եք։ Մի հատ այդ պիններից տուր։ Երեխեք եկեք ձեզ սրանցից նվիրեմ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև եք եկեք։ Ես ինչ լավ սիրում բալիկա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արի մի հատ գլխարկից սրանից կպցնեմ։ Բարև ձեզ։ Պարոն նախարար ոնց եք։ Վայ, այ։ Երեխեք եկեք հələ։ Վայ, ինչ եղավ։ Ինչ եղավ։ Հերու չեր ուզում էթար։ Հարիկ նվիրեմ քեզ սրանից ման։ Լավ կկպցնես շորդ հաստա։ Ինչ անունդ։ Ես էլ քեզ։ Ինչ անունդ։ Ես ձեր տունն ա։ Ով կա տանը, սպաս երեխուն էլ տան։ Ով կա տանը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ասենք ձեզ բարև ենք նոր գնանք։ Ոնց եք, ինչ տրամադրության եք, տուն տեղ։ Ոչինչ։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ինչ հարցեր ունենամ։ Դե բա հարց չունեք, եկել ենք տեսնենք ինչ հարց ունեք մեզ։ Մենք մեծ ընտանիք ենք, 11 հոգյանոց։ Օ, շատ լավ է, շատ լավ է։ Բա ով կա տանը։ Տանը հարցս։ Հա։ Ինչով եք զբաղվում բա։ Ոչ մի բան։ Ոչ մի բանով չեք զբաղվում 11 հոգով։ Դե դա երկս Ինչ են անում։ աշխատում են էլի։ Ստեղ թե դրսում։ Չէ, դրսում։ Գնում գալիս են, բայց Հա, գնում գալիս։ հարց չունեք մեզ։ Ինչ հարց ունենամ։ Դե ես մի հարց։ Ես ուզում եմ բարեկեցիկ։ Լավ, Ահա։ երկիր ունենանք։ Դե բոլորս այդ ուղղությամբ ենք աշխատում։ Հա։ Հուսանք, որ լավ կլինի։ Ինչն ա վատ հիմա։ Դե չգիտեմ։ Ինչն ա վատ, որովհետև որ ասում ենք հուսանք լավ կլինի, նշանակում է ինչ որ մի բան վատ է։ Ինչն ա վատ։ Իմ համար վատ բան չկա, իմ համար մի քիչ դժվարություն է, ընտանեկան խնդիրներ։ Դե գիտեք ընտանիքում երբ է որ դժվարություն, բա հոգս է մեծ ընտանիք է։ 2 տղա, 2 հարս, 5 երեխա։ Ձեր դժվարությունն են, որ ձեր տղաները ստեղ աշխատեն, ոչ թե դրսում։ Հա, որ աշխատատեղ լինի լավ կլինի։ Ստեղ չկա աշխատատեղ։ Հա, ուր է ինչ աշխատատեղ։ Բայց այնտեղ շինարարության վրա չեն աշխատում։ Հա, դե Հա, շինարարության վրա չեն աշխատում իրոք։ Ստեղ բա ինչ ունենք, ասենք, ինչ կառույց։ Ամեն ամիս Վայ, մեզ նկարում են, մեզ նկարում են։ Բարև ձեզ։ Պարոն վարչապետ, ամեն ամիս մենք Բարսպետարանի կայքեջով հրապարակում ենք, թե մեզ ինչքան շինարար պետք։ Չի եղել մի ամիս, որ 150 հոգուց պակաս մենք բան շինարարի թափը հաստիկ չունենք։ Իսկ համալրումը հեշտ է։ Դժվար, շատ դժվար։ Դե իսկ աշխատավարձերը ինչքան է։ Բարձր է, պարոն վարչապետ։ Ինչքան մոտ է։ 350,000-ից սկսում է բանվորի աշխատավարձը։ Հաստատ 350,000, այսինքն 350,000-ը նշանակում է, որ առողջության ապահովագրության շահառու էլ կլինեն։ Այդ նշանակում է, որ եկամտահարկի ծրագրից կարան օգտվեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Այնուամենայնիվ, եթե ձեր տղաները Հայաստանում աշխատելու միտք եւ մտադրություն ունենան, մարզպետը ասում է, կայքը Ռուսաստանից էլ կարան կայքը բացեն, տեսնեն ինչ աշխատանք կա, կարող է հիմա ստեղ են թե գնացել են արդեն։ ստեղ է։ Ուր են, բա տանն են։ Չգնան, պարոն վարչապետ, Այս տարի ուրեմն հենց անենք չգնան։ Չէ։ Լավ կլինի, բաց չի լինի։ Դե մարզպետը հիմա կա բան կա։ Հիմա էլ ունենք, համ խմբային աշխատատեղեր։ Հիմա տեղ ունեք։ Շինարարի, վարպետի, ոչ միայն որակավորված բանվորի տեղ էլ ունեք, որ վարպետի, որ ասենք պատշար լինի, մետլա։ Մեքենա ենք շուտ իրա։ Հա, մեքենա, շինարարության վրա ֆուր է քշում։ Չէ, փուր չէ դե։ Այսինքն ապրանք են տանեն բերում։ Դե հա Պասկանյան մեծ ավտո է։ Հա։ Ապրանք են տանում բերում, թե Ռուսաստան ներսն են։ Իրանք հենց Ռուսաստանում Հայաստան էլ կա քշելու ավտո։
Ամեն դեպքում ցանկանում ենք որտեղ մնան, չգնան։ Առողջ եղեք։ Լավ եղեք։ Սենց անեմ մի հատ ձե։ Մռուջան, մենք քեզ լացացրինք, մենակ ճիշտը ասա։ Մենակ կթողես քեզ պաչիկ անեմ մի հատ։ Մի հատ։ Չէ։ Գնացինք, լավ եղեք։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Շատ լավ, դուք ո՞նց եք։ Քեֆ հալ, ինչ կա չկա։ Ասա եղբայր։ Սպայս դարազորի սպայեմ։ Ահա։ 2004-ին թվից կարգավոր զինծառայողների նկարային ապահովման Ահա, մենք ձեզ համար նորություն ունենք։ Մենք ձեզ համար նորություն ունենք։ Հերթի մեջ եք։ Իհարկե 2004-ին։ Ահա։ Պարոն Պապիկյան։ 4 թվից բնականի հերթացուցակում գտնվողի համար նորություն ունենք, թե չունենք։ Առաջիկա կառավարության որոշումով 4 տարում բոլորի հարցերը 4 տարի, ես ընդեղ 2 տարի ասացի, սխալվել եմ ուրեմն 4 տարում։ Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորում բացում ենք, 4 տարում բոլոր տները տալիս ենք։ Փուլայնությունը չեմ կարող ասել, հաշվի առնելով, որ չգիտեմ այս պահին որ թվականի հերթը ուրա հասել, բայց տարեկան երևի 800 հոգու խնդիր կլուծենք։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։ Լավ եղեք։ Բա վերջին անգամը երբ էիք Մարտունիում քայլել։ Բարև ժողովուրդ ջան։ Բարև Շփեթ ջան։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Ում չեմ բարևել, բարև։ Էս բարև եղբայր։ Հա, դու որպես տեխնատու ես հասկացա։ Ես ասում եմ, այսքան արդեն խառնվել է վիճակը։ Վայ։ Ես շորս հաստա։ Դրանից է տենց եմ։ Կարող ես որ շախտից վրա գցնեմ։ Լավ։ Տվեք, ես պահեմ եմ։ Չէ, ոնց կամես։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ, դուք լավ եք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ինչ տրամադրություն, բարև ձեզ, բարև եղբայր, բարև ձեզ, ոնց եք, ինչ տրամադրության եք, քեֆ հալ, լավ եղբայր, բավան չկա, տուր, այդ պիներից տուր, պիներից, բարև եղբայր, լավ է, ինչ հարց ունեք մեզ, մի հատ դժվար հարց տվեք փորձեք պատասխանել, Լավ է, մի մտած հա? իվախանում եք հարմար է։ Լավ եղբայր, լավ եղբայր, լավ։ Բարև եղբայր, ոնց եք, Շատ լավ, բայց ճանաչեցի, անպայման։ ինչ կա, ինչ քեֆ հալ, Շատ լավ, քեզ աջողություն եմ տամենում, աջողություն։ հաստատ, սրտանց, Ինչ սրտո, իմ Վայ չեղա, թույսս կա, Ասուանովա գերտվամ քեզ աջողություն, առողջություն։ Որտից մեջ շատ լավ, ուրախ։ Շնորհակալ ամենայն տրակի պրծի։ շատ լավ, եղբայր, շնորհակալ եմ, բարև եղբայր ջան, բարև ձեզ, եղբայր բարև, արի քեզ մի հատ սրանից նվիրեմ, Արգան քեզ պարոն Սիմոնյան։ Արգան քեզ պարոն բարև ձեզ, շնորհակալ եմ, արի քեզ նվիրեմ մի հատ սրանից, ոպ, անտ ինչ է, բայց շորիկ այստեղից կկպցնենք, շատ հարմար կուրտկա է, մի հատ թաթիկը պաչեն, ինչ է անունդ, ապրես, բարև եղբայր, երեխեք, հա իհարկե եղբայր, իհարկե կարելի է, ուրախ եմ, բայց Մարտունիից եք, գնում եք բան արտագնա աշխատանքի, Այնտեղ եմ ապրում։ հա այնտեղ եք ապրում, շատ լավ,
Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ կա չկա, ինչ հարցեր ունեք մեզ։ Սա ճամփեկներ, մարդիկ ու դու եկա։ Հա։ Չէ, ճամփեկը Ես ավակում եմ, էլի։ էս բանն է, չէ։ Էս որ մաքրելու բանը սելավն է, թե։ Չէ, էսի են բանը Հա, այդ եմ ասում։ Բա հիմա ասենք էս բաները լցվեցին։ դուրս են գալիս, բան վար։ Հեշտ են դուրս գալիս, բայց շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք։ Ինչ տրամադրության եք, քեֆ հալ։ Բարև եղբայր։ Ուրախ եմ շատ։ Ուրախ եմ շատ։ Ուրախ եմ շատ։ Գագիկ իրա համար էիր ասում։ Ուրախ եմ եղբայր։ Բարի գալուս մեր քաղաք։ Շնորհակալ եմ եղբայր։ Ուրախ ենք։ Շնորհակալ եմ։ Յա, ընկերս։ Ոնց ես։ Լավ են ցավը տանը, դու ոնց ես։ Լավ, Նորմալ։ լավ ես, լավ ամեն ինչ։ Պան Հովեյան, ինչքան սուբվենցիա ունեք։ 5.5 միլիոն վարշ։ Ոչ չի։ Ոտ 6 հատ։ Իսկ այդ 26 թվականը դրածա 29-ը լավ ծրագրեր ունենք, որը չենք ավարտել, ընթացքի մեջ է։ այսինքն այդ 5-ը 20 Այդ 5-ու մոտավորապես 6-ը, դա միայն 26-ի մասին։ իսկ 25-ի ինչքան է կարե։ Մոտ 70% արևին։ Այս բաները մաքրելու այդ աղու ավազի բաներն Հա, են։ այսի Այդ հարցը պետք է։ Պարոն Խուդացյան։ Պարոն Խուդացյան։ Խուդացյան։ Այս պետք է փոխենք, էլի էս արդեն ուրիշ նյութեր պետք է օգտագործենք։ Երևանում բոլոր քաղաքներում այս sense խնդրեմ է։ Այստեղ հիմնականում օրինակ մի շաբաթ նորից տալիս է ձուն, դրա համար կես մասը մաքրել ենք, կես մասը սպասարկող կազմակերպությունը բան չարել։ Էլի ձունա գալու։ Բաղվանից տված է էլի։ Ձունա գալու է այս տարի։ Մի շաբաթ տված է, այդպես։ Բայց գարունը չի գալու։ Բարև եղբայր։ Ոնց ես։ Լավ է, դու ո՞նց ես։ Ոչինչ եղբայր ջան, ինչ կա չկա։ Քեֆ հալ տրամադրություն։ Բարով վարչապետ։ Հաջան։ Խնդրակ ունեմ։ Ասա եղբայր։ Ինձ զրկել բարոթական Ինչի են զրկել հետաքրքիր։ Համարա լիշներ չկար, կռազի վրեն, չպատակշի զրկել։ Բարև ձեզ։ Վարչապետ, շնորհակալ եմ ձեր կատարած բոլոր աշխատանքների Ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Միայն խաղաղություն, Խաղաղություն։ մասնակցություն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Հուսով ենք Աստված ձեզ Երեխեք։ Աստծուն է Աստծուն, բայց դուք էլ մենակ Աստծո վրա պետք չիք։ Տամ։ Ահա։ մեր ապանից Հայաստանի քարտեզը Տվեք էլի։ Ձեզ կանանց նայ։ Իհարկե կտամ։ Ասի Մարսիկին։ տվեք է։ Բարով վարչապետ ջան։ Բարև Մենի ձեզ։ մաման եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Բարով վարչապետ ջան, Հաջա։ ես Մարտինիսից եմ, շատ սիրում դեր ձեզ, Հա։ մի խնդրեմ։ Ասա եղբայր։ Ուրեմն օգոստոսի 19-ին խոտնձելու ժամանակ ես տրակտորով Էլամինի վրեն տրակա ու միջև այսօր Որ թվի։ 25 թվի։ օգոստոսի 19-ին ու ոչ մի արձագանք չստացա, ոչ մի տեղ։ Կրակ է։ Դաժե խնդրում եմ կարամ նկարներ ցույց տամ։ Նկարը ավելի լավ է։ Տրակտորի նկարները Ավելի լավ է մի հատ հերրախոսի համար անուն ազգանուն տուր հետաքրքրվենք։ Ականի վրա ինչ որ բանը տրակտորը պայթել խնդրում եմ նայ էլի տրակտորի ճակը պարոն վարչապետ։ Նայ։ Նայ։ Ընդհանուրը արդեն པարզ կլինի։ Դե լավ դե չես Էսա։ մեջն ես եղել դու։ Հա, մեջն եմ Դե էլ լավ։ բարի բախտաբար փրկվել Դե եմ։ բարեբախտաբար։ Զաքույան Արսեն։ Բարև եղբայր։ Երգին անգամ բարև։ Բարև եղբայր։ Հա, եղբայր։ Պարոն Փաշինյան, ես նկատել եմ շնորհակալ ես նկատել եմ Ասա, լսում։ որ իմ տարիքայինների մեջ, գենզիի մեջ ընդհանրապես քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ու ճիշտն ասած ես ինչ շատ բացառություն եմ զգում այդ առումով, ուզում եմ հարցնեմ, դուք ինչ որ բան անում եք, որպեսզի իմ սերունդը ավելի շատ հետաքրքրվի քաղաքականությամբ։ Իսկ ձեր կարծիքով ինչ պետք է անենք, մենք որ ձեր սերունդը ավելի շատ հետաքրքրվի։ Ավելի շատ քարոզչական մեթոդով ինձ թվում է արժի մարդկանց ներգրավել։ Իսկ դուք քանի տարեկան եք ներողություն։ Ամառային դպրոցին մասնակցեք, ազգային ժողովուրդ անցկացնեք։ Օրինակ դա ծրագրերից մեկն է։ Լավ, 21 տարեկանների համար։ կարծում եմ Ընդհանրապես մենք նկատում ենք դա, մտածում ենք ինչ պետք է անենք, ինչ խորհուրդ եք տալիս, որ ինչով ավելի հետաքրքիր դարձնենք այս ամեն ինչը ձեզ համար։
Հա, մեկ էլ մի հարց էլի, կարող է շատ հանդուգն թվա, բայց Դե ասեք, ոչ։ ինձ թվում է հայ ժողովուրդը գտնվում է ներկա նախկին թակարդի մեջ ու չի հետաքրքրվում, ավելի ճիշտ այդքան հնարավորություն չունի հետաքրքրվելու այլ ուժերի, երրորդ ուժերի նկատմամբ Դե երրորդ ուժերի նկատմամբ հետաքրքրության գործը այդ մեր գործը չի, այդ երրորդ ուժերի։ Մենք հազիվ մեր հետաքրքրության հարցերը լտնանք կարում ենք լուծենք, չենք կարում։ Երրորդ ուժերին է, թող երրորդ ուժերի։ Հիմա տեսեք, պարկաս սոցիալական ցանցերը հասանելի են։ Ցանկացածը կարա այդ առումով հասանելիություն ստանա, տեղ ասելիքի խնդիրն է։ Բայց ամենայն դեպս մենք շահագրգռված ենք, այնց որ եթե դուք էլ հետաքրքրություն ունեք մեր գաղափարները կիսում եք, միացեք մեր թիմին։ Իմիջայլոց ստեղ մեր երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն են, Մելանյան ստեղ է, Արոն Փաշինյան ջան, լավայա ցավոտանի քունիկացա Շնորհակալ եմ, եղբայր։ Բայց այն խոսքը պետք է կարա 4 տարի շենքի դաշակամ նարկամ ցակում են այդ վթարայինների համար ծրագիր ենք անում, տեսնեք ինչ կստացվի։ Նկար, էսա մի վարքյան։ Նկար, հա? Նյարդեն դել նկարացի։ Հա ոչինչ, եթե դու ես նկարա ցավոտանեմ։ Արզվանից բանեվան չես խոմա, ցավոտանեմ։ Ներողություն, այդ չոչո ճապխասով դաշել։ Մելանյան ստեղ է։ Ճապխասով Կամելինա ջան դու արի։ այդ չոչո ճապխասով դաշել զբիլանած, աղենդա վաշտապետ։ Հա, Էլինա ջան արի։ Նկարանձը Ինքը մեր երիտասարդական Էլինա, մեր երիտասարդական կազմակերպության նկարանձը վաշտապետը շատ։ որ մի հատ կոորդինատ փոխանակեք եւ կապի մեջ լինեք եւ ավելի մանրամասն խոսակցության մեջ հնարավորություն կլինի, լավ։ Մեկ էլ ուզում եմ ասեմ, ես երբեք չեմ ուրանա այն փաստը, որ դուք մեզ վերադարձրել եք մեր ազատ իրավունքի, ընտրության իրավունքի, մեր իրավունքը։ Դա մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալ եմ։ Համոզված եղեք, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը երաշխավորված է եւ էտել կա, բայց ժողովուրդը նաեւ իր իշխանությանը պետքա տեր կանգնի, շատ կարեւոր է։ Մեկ էլ կներեք մի բան էլ շատ եմ երևի ասում։ Ուսանող եք դուք, Հա, որտե՞ք սովորում։ ժողում։ Շատ լավ։ Ճիշտ է, հիմա ռիսկ եմ դիմում այս խոսքերն Ինչի համար եք ռիսկի չեք բայց ասեք։ ուզում եմ ասեմ, իմ սերունդի մեջ ահավոր շատ տարածված է քրեական ենթամշակույթ։ Գիտենք, դա մեր նախընտրական ծրագիրը, որ կհրապարակենք, կտեսնեք նախընտրական ծրագրում հատուկ պարբերություն կա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորության մասին, որովհետև ընդ որում մեր իրականության մեջ այդ շատ չի գիտակցվում, բայց մեր բազմաթիվ խնդիրներ, ամենատարբեր ոլորտում, սկսած, չգիտեմ, բոլոր ոլորտներում շատ խնդիրներ, որ մենք այդքան պայքարում չենք կարողանում խորքային լուծումներ գտնել, կոռուպցիայից սկսած, բանակից շարունակած, ամբողջը քրեական ենթամշակույթի հետ է կապված, եւ մենք պետքա, բայց մի բան էլ պետքա մենք արձանագրենք, որովհետեւ ասենք արագ հաղթանակներ ակնկալելը դրա նկատմամբ այդ բան չի, իրատեսական չի, որովհետեւ այդ ենթամշակույթը Հայաստանում տասնյակ տարիներով ըստ էության 40-ական, 50-ականներից համակարգված ձևով այդ ենթամշակույթը մտցվել է, այդ թվում ինչի՞։ Ну, բայց խորքային այնտեղ ավելի լուրջ այդ միանշանակ համաձայն եմ եւ քրեական ենթամշակույթը մեր քաղաքական գործունեության կարևորագույն թիրախներից մեկն է, բայց ելի եմ ասում, մենք հույս ունենանք, որ արագ այդ հարցը լուծելու ենք, չէ, դա հետեւական այդ թվում կրթության միջոցով, սպորտի զարգացման միջոցով, երիտասարդության ծրագրերի միջոցով, երաժշտության միջոցով եւ այն դա համակարգված աշխատանք է։ Եվ եթե ձեզ համար է դա խնդրեմ, միացեք մեզ, որ իրար հետ այդ խնդրի դեմ պայքարենք։ Ես երազում եի այո թակավորի տեսնելու, փառք ու պատիվ այո թակավոր։ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իսկ տատիկ է։ Շնորհակալ եմ, Մարիկ, շնորհակալ։ Աստված պահի, եղբայր։ Իմ Միչայլոց, պարոն Թորոսյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, եղբայր ջան, շնորհակալ եմ շատ։ Ով կարելի ծրկանի քո առաջին նրանց առաջ դες խոսում։ Ինձ համար պատիվ է, Ժողովուրդ ջան, միշտ գալ, ձեզ հետ կանգնել, շփվել։ Հավատացեք, ես կուզենամ ինչքան շփվում եմ, կուզենամ տասնյակ անգամ ավելի շատ շփվեմ, բայց դե հասկանալի է, օբյեկտիվ պատճառներով սահմանափակում կա։ Թորոսյանը չկա, ուրեմն պարոն Թորոսյանի հետ խորհրդակցելով
Պարոն Թորոսյանի հետ խորհրդակցելով եւ մեր բաները նայելով մենք հետեւյալ որոշումն ենք կայացրել, որ 6 եւ ավել երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար բնակարանաշինական ծրագիր ենք սկսել։ Ստեղ մենակ մի նրբություն կա, որ մենք մարդկանց առաջարկելու ենք, ասենք կան, որ մարդը 5 եւ ավել երեխա ունի եւ սոցիալապես անապահով է եւ բնակարանի խնդիր ունի, մենք ծրագիր ենք անելու, ծրագրի իմաստն է, որ իրանց տուն առաջարկենք կամ կառուցի կամ ստեղ նրբությունն է նա, որ մենք տեղ ենք իրան առաջարկելու, այդ տեղը կապված առնելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված եւ այլն, որպեսզի այստեղ ինչն է խնդիրը։ Խնդիրը նրա մեջ է, որ օրինակ ամենայն հարգանքով մենք ոչ մեկին դեմ չենք, բայց մարդը ասում է տուն եմ ուզում, ասում ենք շատ լավ, բայց չենք կարա բոլորին Երևանի կենտրոնում կամ Մարտունու կենտրոնում ապահովենք։ Դրա համար կտեսնենք այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց եւ նորակառույց դպրոցում տեղ կա բանի աշակերտների, այդ ընտանիքներին 16 միլիոնի ծրագրի նման ծրագիր կանենք, կասենք փողը վերցրեք, գնացեք տուն կառուցեք, հողամասն է կտանք եւ երեխաներն է կգնան դպրոց։ Մի առաջարկել ունեմ, պարոն վարչապետ։ 6-ը տղա են, 2-ը Աստված պահի։ Հայոց բանակ 6-ն է, 2-ը ծառայության մեջ են, մեկը տարեկի։ Յա արդեն մեծ են այդքան։ Հա։ Բարի ծառայ։ Օրենք մշակվի, ինչ որ կողմի երկու երեխան ծառայի։ Հաշվի առնեք, որպես հələ ավակների ծառայությունից պատմի։ Սիսիանում են ծառայում։ Ոնց է ծառայությունը։ Լավ է, ծառայությունը։ Տպավորություն։ Չէ։ Ինչ դժգոհություններ։ Սնունդը ոնց է։ Շատ լավ է։ Հագուստը, եղել եմ 2 տեղներ։ կարգապահությունը նորմալ է։ Զինվորները գոհ են։ Հա, հա։ Ու այս պահին Պետք է տղա, էսա միջև 1-2 այն մեկը կգա, այսինքն լսեք, անընդհատ 2 ասիկ 4-ը տղա է, 2-ը տղա է, 6-ը տղա, անընդհատ 4 տղեն կողքն են ելնելու, ինչ խնդիր ունի ինքը։ Դու եք։ Արում արտել, Ինչ? 5 պլյուսի համար։ 4-ին ինչքան են երեխեքը։ Մեկը 10 տարեկան համասարած սովոր։ Դե 10 տարեկան արդեն ինչ երեխա տնաշեն, դուք եք չեք ասում, իրականում ծառայության ակետը։ Չէ, բայց արդեն 10 տարեկան երեխա չի, 10 տարեկանը հասուն մարդ արդեն։ Չէ, երկու պետք է ունենա, որ 5-րդ եւ հա չէ, մյուսները ինչքան են, փոքր ինչքան է։ Չէ, հիմա որ էլի մյուսը 17, այսինքն 3 անչափած երեխա ունի։ Եթե հիմա էլի մի երեխա ունենաք, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ամենամսյա խնամքի նպաստից կօգտվեք պլյուս միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից։ Լավ է։ Բարև եղբայր ջան։ Ուզում ես նկարվենք, նա սրանից քեզ նվիրեմ։ Ահա։ Հարի լավ ստեղից կպցնենք, հանկարծ չընկնի։ Հարի դե։ Ինչ է անունդ։ Ինչ։ Ժակ։ Շատ ապրես Ժակ ջան։ Եղավ։ Ժորժ ջան, ո՞նց եք, բարև ձեզ։ Տրամադրությունն է լավ է։ Շատ լավ է։ Քեֆ հալ։ Որընտրել շատ լավ է։ Դե որ ընտրվեմ, ես եմ որոշում, ես ընտրվեմ թե չէ, դուք եք որոշում։ Դուք կոր 5 հատ։ 6 թորուն եմ։ Այս պահին Լավ եմ։ 4, էս էլ 5։ Բայց թորներին եք, չէ՞ տալու հաստատ։ Հա? 3 հատ է։ Բայց խնդրում եմ անպայման թորներին գալ։ Բարև եղբայր։ Շնորհակալ։ Մենք էլ եք շնորհակալ, պարոն Փաշինյան, ու կառավարած երկրից շատ շնորհակալ եմ։ Շատ լավ։ Անթերի չի երկիրը, անթերի չի, բայց անթերի երկիր չի լինի։ Կաշխատենք իրար ամենակարևորը խաղաղությունը պահենք, աշխատենք սանտիմետր, միլիմետր, ամեն լավ է։ Չէ, բամ նիհար պետք է ալնենք։ Չաղլնել լավ չի։ Չաղլնել լավ։ Արոն Փաշին։ Հա ջան, ասա, եղբայր։ Միա ծորագյուղ։ Ձորագյուղ։ Ծորագյուղ։
Մարտունա, այո։ Պարոն Սիմոյան, Չէ իմանում, որ դու այսօր գալիս էր մարդու։ Պրոտեստն նկարի բերեց ցույց տա։ Ինչն է փողոցներն է։ Դա դեռ փողոց։ Հերթով սարքվելու է, հերթով սարքվելու։ Դրա Եղբայր, Օվագը դրածան, հասածան, մե 150 մետր մնացել մի դեյան։ Պարոն Միդեյան, տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Այսօր հանրապետությունում եւ 18-ից հազարավոր փողոցներ կան, որոնք տասնյակ տարիներով չեն նորոգվել։ Մենք ծրագիր ենք սկսել, որ բոլոր գյուղերի, բոլոր փողոցները պետքա կառուցենք։ Այստեղ նրբությունը ինչ է։ Նրբությունն է նա, որ բոլորը միանգամից չեն կարող կառուցել։ Եվ հիմա նրանց փողոցները ում կառուցում ենք, մենք տարբերություն չկա։ Մենք հերթով կառուցում ենք։ Նրանցից ում փողոցին դեռ հերթը չի ասել, ներողություն ենք խնդրում, որ իրանց Համայնք ենք ապրում, այդտեղ համայնք է ապրում։ կկառուցվի։ 10 տնտեսություն ապրում է, 10 տնտեսություն ոչ ջրից է օգտվում, ոչ էլ գյուղի ոչ մի բանի չի օգտվում։ Մի րոպե, ամբողջ գյուղում ինչքան մարդ է ապրում։ 1000, 600, 700 Հերթով, իսկ գյուղում կան ուրիշ փողոցներ, որ սարքվել են։ Հա, ինչի՞ չէ։ Դե բա տեսնում եք հերթով սարքելով Հերթով էդի եկե հասա 150 մետր տրում, բայց չկար Հայաստանում, որ հաներ ջուրի վեր։ փուլերով է սարքվում հիմա Քուլերով ջուրը վերևից է իջնում, թե ներքևից թելնում է վերը։ Եղբայր, հիմա մանրամասն չգիտեմ, բայց հերթով կսարքեն։ Ներողություն եմ խնդրում, որ դեռ Իսկ չէ կառավար։ Պարոն Մարսպետ, երբ ենք սարքել։ Ներողություն, եթե մի խնդրանքել Էսա։ Անցած տարի ձեր բնակավայրում 2 հատ խորքային հոր ենք տեղադրել։ 915 միլիոն դրամանոց մանկապարտեզ են կառուցել։ Իրանց համայնքում, որ կյանքում չի ունեցել մանկապարտեզ։ Այդ մանկապարտեզ կառուցարից երեխու համար չէ, որ հիմի երեխին չի կարա գնա մանկապարտեզ ու ումնա պետք է մանկապարտեզ։ Պետքա, գիտեք ումնա, մի րոպե, պետքա այն մյուս երեխեքին ովքեր գնում են։ Ձեր ճանապարհն է, բոլոր ճանապարհներն է կսարքեն։ Խնդիրը այն է, որ բոլորը միանգամից չեն կարող սարքել, հասկանում եք, որ հիմա բազմաթիվ փողոցներ կան, որ կառուցված են, կան, որ չկառուցված են, եւ մենք բոլոր չկառուցված փողոցների բնակիչներից ներողություն ենք խնդրում, ասում ենք, բայց ուզենանք էլ դուք էլ լնեք իմ տեղը, միանգամից չեք կարող ամենից սարքել, հերթով, եւ համոզված եք, ձեր հերթն է շատ շուտով կգա, համոզված եք։ Մանկապարտեզն եք, թորնիկ ունեք, Հա, բավոր, երկու հատ։ Երկու հատ ունեմ, նիվան չի կարող։ Լավ տենց վիճակա, որ նիվան չի։ Պրոստոսն չիմացա, որ դու գալիս ես, եթե գալիս ես, նկարի մի հատ բերել ցույց տա։ Որ մոտեցնող ճանապարհը ամբողջությամբ բան է, ասֆալտապատել են մայթերով, ամբողջությամբ կառուցված է, ինչի մասը։ 100 մետր են կողմը չի կառուցված, դրա համար նեղված է։ 100 մետր։ Միդեյան ջան, մի նեղվի, կկառուցվի։ Կարելի է մի խնդրանք։ Համեցեք։ Ժողովուրդը ինձ ոչ ոք չխանգարա, ես ուզում եմ իմ վարչապետից շնորհակալություն հայտնել։ Պարոն վարչապետ, ասեմ, պարոն վարչապետ, ձեր կազմակերպության առաջին օրվանից ես ձեզ հետ եմ։ Շատ եմ շնորհակալ ձեզանից, ոնց որովհետև մի օգնություն, որովհետև mən այդպիսի բան ինձ պետք չէ։ Մենք շնորհակալ ենք։ Մենք շնորհակալ եմ քեզնից, որ այսօր 10 օր առաջ 780,000-ի վիրահատություններեցին ոչ մի կոպեկ փող չուզեցին։ Շատ շնորհակալությամբ մեզի ճամփու դրեցին եկրեց։ Մեր հիվանդն առողջ է եւ շատ լավ, Աստված քո արև կախա, քո շրջապատը արև կախա, մեր բոլորի արևը։ Մեր համայնքը շատ լավ է, մեր պարոն Գովեյանն շատ ընտիր, շատ լավ, շատ գերազանց, քաղաքապետարանում, համայնքապետարանում մտնում ենք, բոլորն հարգալից։ Դե պարոն Հովեյանն է մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը։ Վախենամ է դոնցից։ Բայց ինչ կա վախենալ։ Ինձ 150 միլիոն մարդ է տեսել։ Եմ փածխնելի մուսին, ես այդ մարդ եմ, եթե ինձ պետք եղի, անպայման դու ինձ կընդունես 2 րոպե։ Եթե պետք լինի, եթե հարց լինի, բայց ես գտնում եմ, որ հարց չկա։ Ես այնքան շնորհակալ եմ մեր քաղաքապետից, մեր համայնքապետից, մեր ժողովրդից, իրանց կազմակերպությունից այնքան շնորհակալ ենք, որ մենք ենք շնորհակալ, մենք քեզի
իմ ընտանիքով քեզի առողջություն ենք ամենում երկար տարիների կյանքը քո գործերին հաջողություն Իմ գործերը ձեզնից է կախված մեր իրեք մանգապարտեզն սարքում են մի հատ էլ մանգապարտեզ ունեն ընթացքում է Այո, հիմա երբ աշխատում են շատ լավ է շատ բարեկամ Ուեր մարդնելոր կսկսա բորբրալ եսյան էն էդրա պերնից կտրվե ես ոչ ոքին շմախ ենամ Իրանց պերնից կտրվե դրա համար կորոպցիան Չէ Բանի աշկարամ ուսեմ ես հետ ինչ Ոչինչ ժողովրդավարություն է կգորանել մենք էլ ենք գոռում ուրիշներն են գոռում նորմալ է Ես առողջություն կարևոր է առողջություն Հաջա Բարև Աջունում եմ թե Քիներիմ քո ռիսկին Քո ռիսկին մերեմ ես քեզ Ես թորնիկի հետ մի հատ նկարվի Արի սպասի նա դուրս Ահա Բայց ես տվել է իրան գլխի Հա Էսակի Անգավի Հաջան Բարև Պարոն Փաշյան, Հաջա ես գոհ եմ քեզանից եւ ծեր կառավարության Ինչի համար եք Ձեր արած գործերից մեր շնորհակալ ենք Ես ասեմ Հաստանուն ներքին գետաշեն ճյուղի համար ինչ որ արել եք Իսկ ինչ են կարել ոչ մի բան 45 կիլոմետր թրակից եք փոխել 4 կիլոմետր ցենտրալնի Բայց դպրոց չենք բանը Դպրոցն էլ գործը գնում է Մի քիչ ձգձգվում Հա ուշացավ դե ոչինչ Այս վերջես նամակել է ստացել ներքին գետաշեն ժողովուրդը աջակցության նամակել շատ շնորհակալ եմ Լսի ասեմ մի բաներ եք Ուրեմն ընտրարշավի ժամանակ սպասում եմ ներքին գետաշեն գյուղում Շատ լավ Ընտրարշավի ժամանակ շատ ժամանակ ենք ունենալու ժողովուրդ որովհետև այս անգամ հերթական ընտրություններ է մեր հաշվարկով ամեն մարզում 2 օր կարողանալու ենք հանգիստ կարոզարշավը ներքին գետաշենն է մեծ գյուղերից Արի Շահեն ջան նկարի շահ Ոնց ես թափավոր Նկարեցիր Շահեն Նկար Շնորհակալ Շնորհակալ եմ Ասեմ Փաշյան ջան մեր մարզին հատուկ ուշադրություն եք դարձնում Բոլոր մարզեն Երրորդ տեղը երեք մեր մարզա որ այդքան ուշադրություն մեր ալենը բարի Հատկապես մեր Մարտունի Բայց Մարտունին գիտեք ամենաշատը ինչի համար եմ սիրում Ասեմ Մարտունին ամենաշատը ինչի համար եմ սիրում Որովհետև Մարտունին երեխաների ծնելիության ամենաբարձր ցուցանիշը ունի Հայաստանի Հանրապետություն Եկեք Մարտունում մի հատ ծափ Ամբողջ Արարատյան դաշտով Ամենաբարձր ծնելիության ցուցանիշն է Հանրապետություն Մենք շնորհակալ ենք ձեր բերած խաղաղության համար մենք բոլորս Ուրա ինձ չես տվել Լևոն տուն Սպասի այստեղ Ստեղ Ձեզ էլ մի րոպե ձեզ է նվիրեմ Ես էլ ձեզ ձեր վերան չէ լավ բանից ես ահա Տվեցինք եղբայր ես էլ ձեզ Մայրիկ ջան բարև ինչ ես նեղված ինչ եք նեղված Արի նուշի գալի հետնա մերնիկ կյամ գիտի նեղված չի արի նկարել Մարտունի լատեսլա շենեցուկ Մարտունի ցավը տանի իմ հովեյանն ուր համայկապատի հետ մեն ինչ շատ լավ ղեկավար ունի քու գլխավորության նստիս ուրախ նստիս ցավը տանիմ ամեն մերնիկ ջանի իմ հովեյան շատ լավ ղեկավար է շատ լավ նա ընդ մենք Ներա ջան Աջ գնան Հա երեխեք Մադը տանիմ իմ թորնիկի Տուր Բարի Փաշյան ջան Մենք ընտանիքով աշմանդամարտիկ ենք, բացի ինձ մեր գյուղում 300 ընտանիքի ուղեր գնացել են տարբեր մարդկանց վրա։ Մենք թոշակառու մարդ ենք, թոշակով չենք Սահմանների հարցն է։ Սահմանների հարցին իմ հող գնացել են հարևանի տղու վրան, հարևանի հիմա ինձ ասում են միջև այդ փողը չմուծես։
դու չկարաս այս գործողություն անես։ Իմ մեղավորությունն չումը եղերա, որ այդ հողերի։ Դե քայլ միջև ամերիկը հողա բաժին 50,000 այդ ամբողջ հողերը այն սահմանների ճշգրտման պրոցեսն է։ 300 ընտանիքի հող։ Այդտեղ ինչ վճարումներ պետք է անեն։ Մի հատ դու պարոն Հովեյան ասեք, որ մենք երևի չափագրողին պիտի վճարեն։ Այս տարի դա պետությանը պետք է վճարի կարկուտ խփե ներ գյուղի մեջ ինչ հող ունեցող չկա։ Ինձ 20,000-ի օգնություն են տվել, 60,000-ի հարգագմուծեմ։ Ես գիտեմ ինչ կարամ անեմ, էլի խնդրում եմ, ինչ ձևի անեմ, այդ տունը գրանցենք, այդ ժառանգություն գնացա ամեն տարի ուզում եմ գրանցենք ու հնարավոր չէ։ Ինչքան հող ունեք։ Կամի 60-70 սոտեղ ասում է, այդ հողերը շատ է, տները չի գրանցվում, այդքան հող չպետք է լինի։ Որովհետև սահմանները պետք է ճշգրտվի, չէ՞ սահմանները։ Բանն էլ է դա։ Հələ մի րոպե հասկանում։ Առաջի այդ գրանցումների ժամանակ այդ սխալների անճշտությունը որ կա 2005-ից շատ կա, ամբողջ շատ տարածքի վերաբերում է ժառանգության։ Ինքը պետք է այդ վճարումները կատարի, դա օրինական Հա, ժառանգության վճարումը։ Եվ պետական տուրի ընթացքում, որ չի վճարել, հարկեր է։ 300 հոգու հող ուրիշի վրա են ապրել։ Դուք նկատի ունեմ միջին մարի մասին խոսքը դա։ Եթե ինքը տարիներ շարունակ չի վճարել, ինքը կարող 100,000 էլ ասած։ Մտածենք, տարիներ շարունակվա հարց չի։ Որ ես այս տարի 20,000 ման այդ ընձի մտածենք տվեի, ոնց է հարգարմուծեմ։ Ես էլ հաշմանդամ, որ 200,000-ի դեղ են գրա, իսա դիմյանք ասում այդպես, դու ես մի անգամ էլ օգնես, շնորհակալ եմ այդ Ձորագյուղի համայնքից եմ։ Որ? Ձորագյուղի, Մարտունա, ես շատ շնորհակալ եմ, որ դու եկել եք մեր տարածաշրջան։ Հա, համար առաջին ես շատ շնորհակալ եմ պարոն Հովեյանից, մեր մարզպետից, Սանոսյան Գրնելից, իրանց աջակցությամբ Ձորագյուղում կա բանա, սարքել են գազի գիծ, ես զոհվածի ծնող եմ։ Գազի գիծ են սարքել։ Հիմա 3 տարի է սարկած կառուցած, բայց գիծը չի կորձում։ Ես շատ շնորհակալ եմ իրանցից, անչափ շնորհակալ։ Պրոստը ուզում ենք իմանանք ինչն է պատճառը, որ մենք շատ դաժան վիճակում ենք ծմեր անցկացրել այս տարի։ Պարոն վարչապետ, փաստաթղթերը ուղարկված է, միջև գնում է համաձայնեցում է գազի շնչման տակ դնել գալու, ինքը պրոցես է անցնում, բայց այս ընթացքում Ձորագյուղում իրենց դա միացում է։ Նկատի ունեմ, քանի տարի անց է որ 3 տարի։ Բախյա ձգձգվում է այդքան։ Այսքան տևում։ Բայց խնդիր է, բան։ Ասենք շատ շնորհակալ եմ այդ մարդկանցից, անչափ իրանց աջակցությամբ այս գործողությունները։ Կարող են որ նախագծային բանքեր ա եղել։ Ես Գազպրոմի ժողովրդին կասեմ արագ կազմակերպել։ Անչափ շնորհակալ եմ։ Կապի կանեմ, կապի կանեմ։ Պարոն վարչապետ, ժամանակին։ Հա, շատ շնորհակալ ենք, որ եկել եք Մարտունի։ Մենք եք շնորհակալ, որ մեզ ընդունում եք սենց։ Ընդունում ենք մեծ սիրով։ Ընդունում ենք այս աղբրդիկի հետ միասին։ Աղատաղ։ Շնորհակալ։ Միկրոֆոնը վրես քֆուր չտաս։ Չէ, ես քրական մարդ չեմ։ Մենակ մի շատ ցկեք։ Նա տաղամարդ իսկական դուխով տղա է, թող ռիսկով տապով գործի։ Գործում այլ ինչ անում։ Որովհետև ինչ պետք է անի։ Քոչարյանը դեռ այստեղ է ու լեզուն էլ իր բոյից երկար արել։ Հետո պարոն վարչապետ ջան, ես իմ անձնական խնդրանքն եմ։ Մարտունին համարվում է Հայաստանի ամենաթույլ զարգացած շրջաններից։ Էս ինչ ասիր։ Քնձորներ, մեր միրգ ընդհանրապես։ Մարտունին է համարում ամենաթույլ զարգացած շրջան։ Լավ, էլի ախորն։ Գործարան չկա ու Մարտունու բնակչության 30%-ից ավել դրսում են։ Հա, այդ ուրիշ, այդ խնդրեմը կա։ Եթե արտադրություն լիներ, գործարանը։ Հեսա ճանապարհները կբացվեն եւ գործարաններն էլ կլինեն։ Լիճքի գործարանը երբ է լինելու։ Լիճքը ինչ էր արտադրում։ Ջուր, հանքային ջուր։ Հանքային ջուր, չեմ կարող ասեմ, բայց ճանապարհները կբացվեն եւ գործարաններն էլ նոր գործարաններ էլ կստեղծվեն։ Շնորհակալ ենք 2008 թվականի փետրվարի 20-ից ձեր հետ եկել եմ մինչև շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ։ Նկարվենք։ Ժողովուրդ արդեն պետք է գնանք բայց։ Ես կուցավ։ Լավ եղեք։ Պին պայեք, ես յարգիր պին պայեք։ Ձեզ հետ, իրար հետ։ Առանց ձեզ մենք ոնց կպահենք առանց ձեզ։ Փաշինյան ջան, բարև ձեզ։ Էսա մի ձեռս բռնել է, սպասի։ Սպասի թողի բարև։
Շնորհակալ եմ։ Քեզ մենք հարգված ենք, հարգած։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Այդ ուրախ ավտոբուսի մեջ մի հատ անպաշտոն ԿՊ-յականի տեղ չկա։ Բագրազի այդ ցիլինդրից էլ ունիմ։ Հաստատ հələ դրի ուրա։ Տունն է։ Հե մոռացել է շիլ։ Չէ, պետք է ցիլինդրը։ Պետք է ցիլինդրը բերեիր որ։ Վերցրու ե։ Կուսակցության անդամ ես եղբայր։ Ես էլ քեզ։ Չէ, հարմար չի գլխ։ Հարմար է, կպցնեմ սենց, կցավացնի, կհարի գլուխդ, բայց ոչինչ, կհանես էլ։ Մի հատ տեղը վիճարես այդ ավտոբուսից։ Հալալի վարկադեդի Ես էլ ձեզ հետ եմ, ես էլ ձեզ հետ եմ, ես էլ ձեզ հետ եմ։ Շնորհակալ Համար խելագար։ Ուզում եմ մի հատ շնորհակալություն ձեզ հայտնել։ Ինչի համար։ Շատ ուրախ եմ, որ Մարիգա զանգեց մեզ։ Գուշ, հա։ Ու ես ուրախ եմ, որ դուք միշտ ամբիոնից Մի հատ կարա մեզ նկարի։ ու դա ամեն ինչ ասում եք։ Տեսակը բարձր։ Ով կարա մեզ մի հատ նկարի։ Նկարեք էլի մի հատ երեխեքին։ Ջան, իմ թագավոր ջան, մեզի նկար։ Մի հատ էսպիներից դու։ Երեխեք ձեզ տվել եմ սրանից։ Վերցրեք։ Ես Մի վերցրի։ հատ էլ տանեմ իմ աղջիկам, ջան։ Անջատվել է հերախոսը։ Չէ, մի հատ հազար։ Երեխեք։ Ես հավատում եմ ձեր հաղթանակը։ Շնորհակալ եմ։ Մեր իմ եթե ընտրությունները նկատի ունեք, մեր հաղթանակը ձեր քվեարկությունից է կախված։ Քվեարկեցիք կհաղթենք, չքվեարկեցիք ո՞նց կհաղթենք։ Աբրիս։ Լավ եղեք, լավ եղեք։ Խոսես գուշ։ Հարում Արտապետյան ողջույն, ցավտանա բարև։ Նամակս ընտրեցեք պատատի, քննτερում եմ։ Բախենք սենց։ Արդեն ավտոբուսներ թող մոտենան, էլի։ Հա, թողան, սենց մենք գնանք թողան։ Ում չեն բարևել բարև։ Ում չեն բարևել։ Ում չեն բարևել բարև։ Ում չեն բարևել բարև։ Ում չեն բարևել բարև։ Ում չեն բարևել բարև։ Եղբայր, ես վերցրու։ Բարև եղբայր։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես էլ նմանապես եղբայր։ Ապարտան բենք ձեզանով։ Ես էլ ձեզանով։ Լավ եղբայր ջան, լավ, դուք լավ եք։ Ում չեն բարևել բարև։ Ցավդ տանեմ, վարչապետ ջան։ Դու ընտրվել ես 80%-ով։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդը կոմեջկին է։ Դու ժողովուրդ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լավ եղեք, շնորհակալ եմ բոլորիցս։ Ում չեն բարևել բարև։ Ում չեն բարևել։ Իհարկե եղբայր։ Չէ, պատիտ էկրանը պատտի։ Այա։ Եղա, լավ եղեք։ Ավտոբուսը բերեք։ Բայց հակառակ ուղղությամբ, հա? Գալենք են հրապարակը դեցել լսեն գնանք, էլի։ Թող ավտոբուսը հետևներից զգա։ Բարև։ Մի հարց, մի փոքր։ Հնուց տանջող 2002 թվականի չափագրում են արել շենքեր ընտանու սեփական գյուղական համայնքներում 50% ստացել անձնագրեր, 50% չի ստացել։ Ոնց անենք։ Ունե, եղբայր, ախր սենց հարցերը ոտի վրա ասում եք չեմ կարա հիշեմ, բայց հասկացա, որ ահագին տեղ չափագրման հետ կապված խնդիր կա, մարզպետի հետ կաշխատենք, համայնքի ղեկավարի հետ կաշխատենք, այդ չափագրման խնդիրները դժվար լուծվող են, թող կա, հա? Դժվար լուծող է։ Բայց ինքը առանձին վճարովի ծառայություն։ Հա, այդ ժառանգության վճարն է խնդրեմը, ոչ թե ուրիշ։ Նոտարի հետ է կապված։ Արդեն այդ վճարները Այսինքն կառավարության կադաստրի հետ կապված, համայնքի հետ կապված խնդրեմ չկա։ Դե մարդկանց պետք է ներկայացնել, որ իրենք գիտեն, տեղակ են, ուղղակի իրենք այս փողոց չենք սարքելու։ Փողոցի հետ հիմա բան է, Լավ, բարև ձեզ։ Էս եկանք շուկա, հա, շուկայի կողմերը կա։ Ում չեմ բարևել բարև։ Ում չեմ։ Շատ բարև։ Դուքով։ Շնորհակալ եմ եղբայր։ Ում չեմ բարևել բարև։ Բարև ձեզ։ Լավ եղբայր, ում չեմ բարևել բարև։ Բարև եղբայր։ Դե ավտոբուսները թող մոտենան ժողովուրդ։ Եկեք հաջող։ Մարդկանց հետ։ Հա, դե հակառակ գնանք մարդկանց։ Որտե՞։ Դե լավ, դե գնանք։ Գնանք հրապարակը նստենք էլի։ Ես իմ ուստը եմ եկել քեզի դիմավոր եմ կյանքի բեռն։ Շնորհակալ եմ։ Հարով ես եկել։ Շնորհակալ եմ բարև։ Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ ձեզ հետ եմ, մենք էլ ձեզ հետ ենք։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Ռուպը վճարել ավտո, միջսանը եթե մարդ կա կարող է պետք է։
Խնդրեմ եղբայր ջան։ Նմանապես։ Ճանապարհ սպասեք, բարև եմ տղերքին, տղերք։ Բարև։ Ում չեմ բարև է, գաթիկ բարև։ Բարև եղբայր, բարև ձեզ։ Հա ջան։ Ես մի քանի հատ հարցնում եմ։ Ասա։ Մեր թաղում խաղալու տեղ չկա, չենք կարող։ Որն է ձեր թաղը։ Առաջին մանկապարտեզը։ Ինչ ծրագիր ունենք։ Վարչապետ, հիմա բանը Մարտունին ֆուտբոլի ակադեմիա ենք կառուցում։ Հա, ֆուտբոլի ակադեմիա ենք սարքում, բանում, ստադիոն։ Հա, մոռացել եմ։ Ֆուտբոլի ակադեմիա եւ ֆուտբոլի ստադիոն ենք սարքում Մարտունում։ Հա, իհարկե։ Հետո թաղերում էլ կսարքենք։ Հələ այդ մեծը սարքենք, գնացեք պարապեք։ Երեխեք լավ եք։ Դրես նկարվեմ։ Նկարվենք, եղբայր։ Հա, անպայման։ Ձեզ տվել եմ սրանից։ Հա, ում չեմ տվել։ Ես քեզ ում չեմ տվել։ Վերցրու եղբայր։ Վերցրու։ Հա ջան, բարև եղբայր, տուր էլ։ Ես եղեկից մի հատ նայել ախպերս։ Ես քեզ։ Իրենց սամբությամբ են եկել էսա։ Ինչա ձեր անները։ Նկարվենք, եկեք, ունեք ով նկարի բա։ Արի եղբայր։ Գամնեք։ 17 թվին ենք հանդիպել, որ վերի գեդաշեն, ես խնդրեցի ներքի գեդաշենից գնացինք։ Հա, հիշում եմ այդ օրը։ Աստղազորի տակ վտարի էր տարվակ, հիշում եք։ Հա, հիշում եմ։ 17 թիվն է, շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ում չեմ բարև է։ Ում չեմ բարև։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալ եմ շատ։ Բա ասում են այնտեղ մարդիկ են հավաքված։ Ինչ անենք Դավիթ, նստենք ավտո։ Ժորժ ջան, կներեք, արդեն պետք է գնանք, էլի ժամանակի է։ Եթե կարելի է վարչապետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ եք։ Մի խնդրանք, ուրեմն Աբովյան փողոց երկրորդ նրբանցքով, երկրորդ առաջին միջնակարգ դպրոցն է։ Այո։ Մի երևի 500 մետր է, 500 մետր է։ Խնդրում ենք այդտեն թեկուզ մի թեթևագի, ոչ առու, ոչ գիտես, բան տրոտավար, ասֆալտապատման։ Համոզված եմ համայնքի հետ կարում։ Արվում է, այս տարի արվում է։ 2 կիլոմետր հատվածը կիլոմետր էլ չկա։ Ասմա ծրագրի մեջ արվում։ Գնացինք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Այսպիսին էր Մարտունում էր հանդիպում այս ճանապարհը վատ վիճակում է, բայց հիմա ծրագրի մեջ է, այս տարի ծրագրի մեջ է եւ այս տարի սարքվելու է։ Իմիջիալոց շատ կարեւոր է արձանագրել, Խաչքար որ գյուղներ մի րոպե, որ ճանապարհ հետ կապված Խաչաջուր, էսա մի հատ նայեմ էլի, որ անունը ճիշտ ասեմ։ Խաչախբյուրում, հա ճանապարհի, բայց տեսեք, ասենք հիմա գործնականում մենք չենք հանդիպում մի տենց բնակավայրի, որտեղ մի հատ խոշոր նախագիծ չի արվում։ Հա ճանապարհը այս պահին կառուցված չի, բայց գյուղում մեծ մանկապարտեզ է կառուցվում, այսինքն դա նշանակում է, որ բոլոր տեղերում այնուամենայնիվ ծրագրերը արվում են եւ Մարտունին են ինչպես միշտ շատ ջերմ, Վարդենիսներ շատ ջերմ, շնորհակալ ենք շատ եւ Վարդենիսի եւ Մարտունին, այսպեսին էր մեր հետ։